Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն աշխատանքային այցով Թեհրանում էր, որտեղ հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ։ Դավիթ Խուդատյանը հանդիպան վերաբերյալ տեսանյութ է տարածել։ Ինչպես հայտնում է ՄՀՐ, Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է Թեհրանում կայացած հանդիպումից հետո։ Իրանի նավթի նախարարի խոսքով կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերը, այդ թվում երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները։ Այլ թեմաներ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին Ազատությանը հայտնել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն ըստ նրա դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքները առաջացել են բռնության հետևանքով։ Ադրբեջանի խորհրդանը պաշտոնական բողոքի հայտնել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջի դեմ։ Բաքուն այն որակել է քաղաքական ճնշում և մերժել հայերի նկատմամբ ռազմագերի և քաղբանտարկյալ ձևակերպումները։ Մինչդեռ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջարկը ստացել է երկկուսակցական լայն աջակցություն 44 կողմ և 7 դեմ ձայներով։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վճռական բողոք է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած փոփոխության դեմ, որով Բաքվից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Հուլիսի 24-ին տարածված հայտարարությամբ Ադրբեջանի խորհրդարանը մերժել է իր հասցեին ներկայացված մեղադրանքները, նախաձեռնությունը որակելով հայկական լոբբիի շահերից բխող քաղաքական ճնշման փորձ։ Միլլի Մեջլիսը նաև անձնական մեղադրանք է ուղղել փոփոխության հեղինակ կոնգրեսական Բրեթ Շերմանին, նրան կապելով հայկական կազմակերպությունների հետ։ Բաքվի դժգոհության պատճառը դարձած փոփոխությունն ընդունվել է հուլիսի 22-ին 44 կողմ և 7 դեմ ձայներով։ Այն ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ դեմոկրատ-կոնգրեսական Բրեթ Շերմանը, հանձնաժողովի հանրապետական նախագահ Բրայան Մաստիի աջակցությամբ։ Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ մեր դիրքորոշումը։ Կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն և անօրինական կերպով պահվող հայերի ազատ արձակման համար։ Խոսքը մարդկանց մասին է, որոնք գերության մեջ ենթարկվել են խոշտանգումների և բռնությունների։ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ Ընդունված փոփոխությամբ Կոնգրեսն Ադրբեջանից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությունը դեռ հունիսի 10-ին ստացել էր հանձնաժողովի նախնական աջակցությունը, սակայն տեքստից հեռացվել էր Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ուղղման կիրառման վերաբերյալ դրույթը։ HR 9087 օրինագիծն ամբողջությամբ դեռ չի ընդունվել հանձնաժողովի կողմից։ Այդուհանդերձ Շերմանի փոփոխության հաստատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի ազդեցիկ հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է հայ գերիների ազատ արձակման պահանջը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քվեարկությունը կարևոր քաղաքական ազդակ է համարել գերիների վերադարձը կապելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հետ։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախից տեղահանվածների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը խաղաղության նախապայմաններն են։ Դրանք կայուն կարգավորման անքննարկելի պահանջներն են, այլ ոչ թե Բաքվի ձեռքին գտնվող հաղթաթղթեր։ Դրանք չեն կարող օգտագործվել Հայաստանից նոր միակողմանի զիջումներ կորզելու համար։ Ադրբեջանի խորհրդարանը սակայն պնդում է, որ Բաքվի դատարանների կողմից դատապարտված հայերը ռազմագերիներ կամ քաղբանտարկյալներ չեն։ Միլլի Մեջլիսի հայտարարության մեջ նրանց վերագրվում են ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն և այլ ծանր մեղադրանքներ։ Բաքուն միջազգային պահանջները ներկայացնում է որպես իր դատական համակարգին միջամտություն։ Միևնույն ժամանակ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների բողոքարկումը։ Հուլիսի 17-ի, 21-ի և 24-ի նիստերի ընթացքում պաշտպանները պահանջել են չեղարկել առաջին ատյանի վճիռները, մինչդեռ ադրբեջանցի դատախազները պնդել են, որ մեղադրանքները հիմնավորված են և բողոքները պետք է մերժվեն։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 27-ին։
Ի դեպ Ռուբեն Վարդանյանի գործով իրավական պայքարն արդեն տեղափոխվել է միջազգային հարթակ։ Հուլիսի 19-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումների վերաբերյալ։ Ըստ Միեդում Ռուբեն Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի դատավճռում Ռուբեն Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Նա չի բողոքարկել դատավճիռը, քանի որ դատավարությունը համարել է բեմադրված եւ կանխորոշված, իսկ ներպետական միջոցները անարդյունավետ։ Նա նաև հավելել է, որ անկարելի է պաշտպանել իրավունքներն այնպիսի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը, ուստի արդարության համար պայքարը շարունակվելու է միջազգային իրավական մեխանիզմներով։ Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 17-ին Ռուբեն Վարդանյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Նրան ներկայացուցիչների պնդմամբ դատավճիռը չի հիմնավորում անհատական քրեական պատասխանատվությունը, իսկ պաշտոնական կողմին չի տրամադրվել արդյունավետ դատաքննության հնարավորություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությունն առայժմ պարտադիր իրավական ուժ չունի, սակայն 44 կոնգրեսականների աջակցությունը ցույց է տալիս, որ հայգերիների ազատ արձակման հարցը երկկուսակցական աջակցություն է ստանում եւ ամրապնդվում որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նախապայման։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հուլիսի 17-ի երեկոյան հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի սուր աղիքային վարակ ախտորոշմամբ։ Համաճարակաբանական հետազոտության պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպած ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են Բաքվում մատուցված հյուրասիրությունից։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անմիջապես ձեռնարկել է գործողություններ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հյուրասիրությունը կազմակերպել է Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցը։ Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգումներ կիրականացնի բոլոր սննդատեսակները մատակարարած կազմակերպություններում, նշելով, որ արդյունքները կհրապարակվեն։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու համար։ Այս մասին հայտում են քննչական կոմիտեից։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով նա նաև ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գնողու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրել է։ Նա ազատ է արձակվել։ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել էր, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, նաև նույն կուսակցության падգամավորի թեկնածու գրանցված Ղազինյանը ընտրողներին խոստացել, նաև տվել էին ընտրակաշառք։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական բարույթ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված 2 զինծառայողները կալանավորվել են։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը շարքային զինծառայող։ Հիշեցնենք, Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Քննչական կոմիտեն ավարտել է Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրիի Սևբերտ ամրոցի օտարման գործով նախաքննությունը, ըստ որի 2005 թվականին նախկին նախարարը 22 միլիոն 951 հազար 500 դրամով ուղղակի վաճառքով օտարել է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սևբերտ ամրոցը եւ դրա հարակից 0.7 հեկտար հողամասը, կառավարության որոշումներով չնախատեսված կարգով։ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել հավաքին մասնակցելուն հարկադրելուն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Վերջին հոդվածով նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն, սակայն վերադարձրել է նրան կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը, նշելով, որ այդ հարցը չի մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակում։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ։ Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար կազմվել են թվով 10 արձանագրություն։
Կոտայքի մարզի Վերին պտղնիում գործող ՕՔ ընկերությանը պատկանող ժամանցի կենտրոնում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հարկերից խուսափելու դեպքեր։ Պեկի տվյալներով ընկերությունը 2025-ից 26 թվականներին կազմակերպված 25 միջոցառումներից ստացված 300 միլիոն դրամ հասույթը չի արտացոլել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետբյուջե չի վճարել 82 միլիոն դրամ հարկ։ Փաստի առթիվ քննչական կոմիտեին ներկայացվել առերևույթ հանցագործության մասին հաղորդում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով Ֆիշել կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշառք, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Քննչական կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել են 2024-ից 26 թվականներին Տելեգրամի առցանց հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Խմբի ղեկավարն ու նրա կինը ձերբակալվել են, երբ փորձել են հատել Հայաստանի պետական սահմանը։ Նրանց մեղադրանքի առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման համար։ Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ խմբի եւս մեկ անդամ, որի բնակարանի խոզարկությամբ հայտնաբերվել եւ արգրավել է 2 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նաև դրանց իրացման համար նախատեսված պարագաներ։ Խմբի ղեկավարը կալանավորվել է, իսկ նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել եւ ձերբակալել են օրեր առաջ Մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան աշխատանքային այցով օրերս Սյունիքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, մարզային իշխանությունների, պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցել էր սոցիալական եւ փակ հաստատություններ, զորամաս եւ սահմանային անցակետ։ Այս ընթացքում քննարկվել են մարզի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։ Այցի մեկնարկին նա հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա սոցիալական, տնտեսական եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը։ Պաշտպանն ընդգծել է, որ առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետեւողական գործակցության միջոցով։ Պաշտպանը նաեւ եղել է Վիննեթ-Քորի զարգացման հիմնադրամում, որտեղ անդրադարձ է կատարվել կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ու սոցիալական զորեղացմանը, նաև բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։ Հիմնադրամի շահառուները բարձրաձայնել են սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիության, զբաղվածության հնարավորությունների, կրթական ծրագրերի, համայնքային ենթակառուցվածքների մատչելիության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ հարցեր։ Շատ կարևոր էին հարցադրումները, որոնք այդ թվում վերաբերում էին հենց անձանց սոցիալ-տնտեսական տարատեսակ իրավունքներին, դարձյալ ավելի շատ սոցիալական խնդիրներ էին քաղաքացիները այդ շահառուները կազմակերպությունում բարձրաձայնում, դրանք էլ բոլորը ըստ իրավասության հասցեավորվելու են եւ հետեւողական աշխատանք է դրանց առնչությամբ իրականացվելու։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև Գորիս քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, զրուցել նրանց հետ եւ լսել բարձրացված խնդիրները։ Հիմնարար հարցը, որ այս առնչությամբ ես անմիջապես այցից հետո բարձրաձայնել եմ, Գորիս քրեակատարողական հիմնարկի շենքային պայմաններին առնչվող հարցն է, որովհետև ես որպես մարդու իրավունքների պաշտպան պետք է արձանագրեմ, որ քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն բավարարում միջազգային չափանիշներին։ Իհարկե խնդիրը մեկօրյա լուծում ստացող խնդիր չէ, որովհետև շատ երկար տարիներ ըստ էության այս առնչությամբ աշխատանքները չեն եղել այնպիսին, որպեսզի այսօր մենք ունենանք պատշաճ միջավայր, հատկապես շենքային պայմանների հետ կապված, եւ նաեւ պարբերաբար պետական մարմինները տեղեկացնում են այս փուլում առկա նախաձեռնությունների մասին։ Ուրախ եմ շատ, որ կան նախաձեռնություններ շենքային պայմանները բարելավելու հետ կապված եւ նաեւ մի քանիսը արդեն իսկ իրականացված էին։ Այցի ընթացքում Մանասյանը հանդիպել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարզում առկա ջրամատակարարման, գազաֆիկացման, սեփականության իրավունքի իրացման, դպրոցաշինության եւ սոցիալ-տնտեսական այլ հարցեր։ Երկկողմ ճիշտ համագործակցություն կա Սյունիքի մարզպետի աշխատակազմի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև եւ ամենօրյա ռեժիմով կա համագործակցություն, աշխատանք, ինչն էլ տալիս է իր արդյունքները, թե Տիկին Մանասյանի անհատական ջանքի եւ թե ինստիտուտի ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք իրականում ունենում ենք լավ պատկեր
Ես վստահ եմ, որ մարդու իրավունքները դա կարևորագույն օղակներից մեկն է, որը պետք է պահել միշտ ուշադրության կենտրոնում եւ դրա էֆեկտիվությունը պայմանավորված է ուղղակի մարդու իրավունքների պաշտպանի հետ սերտ համագործակցությամբ։ Պաշտպանը եղել է նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում եւ Առաքելություն Հայաստան կազմակերպության արծվաբույն տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնում։ Ուսումնասիրվել են բուժառուների եւ խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների ապահովման պայմանները, ծառայությունների հասանելիությունը, սոցիալական ներառման հնարավորություններն ու աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնված լինի արժանապատվության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների վրա։ Այստեղ եւս պիտի առանձնացնեմ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտության հարցը։ Իհարկե պետական մարմինն անմիջապես տեղեկատվություն է մեզ փոխանցել, որ այս պահին էլ մեր բարձրաձայնած հարցերի արդյունքում իրենք ունեն նախաձեռնություններ շենքային պայմանները բարելավելու հետ կապված։ Սա ես շատ գովելի եմ համարում, բայց մեկ անգամ եւս շեշտում եմ, որ հարցը պետք է շուտապույտ լուծում ստանա։ Սյունիքում աշխատանքային այցի ընթացքում պաշտպանը եղել է նաև Մեղրիում համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկել երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների եւ սոցիալ-տնտեսական ոլորտի հարցեր։ Մանասյանն այցելել է նաև Հայաստանի պետական սահմանի ագարակ անցման կետ, քննարկել սահմանահատման գործընթացներում մարդու իրավունքների ապահովման, միջազգային պաշտպանության կարիք ունեցող եւ ապաստան հայցող անձանց իրավունքների հարցերը։ Մեկ շաբաթյա այցի ընթացքում պաշտպանը եղել է նաև Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասում։ Ուսումնասիրվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, սննդի որակը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Պետք է այս համատեքստում հատուկ ընդգծեմ նաև այն մշտական քննարկումը, որ ունենում եմ զինված ուժերի գործընկերների հետ, մասնավորապես ինքնասպանությունների եւ ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, բարոյահոգեբանական պատշաճ միջավայրի երաշխավորման տեսանկյունից կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը եւ իրավասու մարմնի քաղաքականությունը պետք է լինի շատ համալիր եւ անընդհատ։ Այցի վերջին օրը Անահիտ Մանասյանը հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, քննարկվել են երեխաների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նաև համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր։ Մենք մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկեցինք ուրեմն մարդկանց սոցիալական անվտանգության եւ պաշտպանության հարցերը եւ ավելի շատ կփորձենք կենտրոնանալ սոցիալական պաշտպանության վրա, սոցիալական իրավունքների իրացման վրա։ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը պաշտպանն ամփոփել է ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Քննարկվել են հավաքագրված խնդիրներն ու դրանց հնարավոր համակարգային լուծումները։ Մարզային այցերն իմ ամենօրյա գործունեության մասն են կազմում եւ դրա հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ խնդիրներին, տեղում լսել մարդկանց եւ դրա միջոցով բացի գրասենյակային աշխատանքի շրջանակներում պարզապես թղթային ձևաչափով խնդիրներին ծանոթանալուց նաեւ հենց մարդկանցից լսել խնդիրները, որովհետեւ միանշանակ է, որ դրանք ավելի մեծ հնարավորություն են տալիս շատ ավելի լայն քանակի խնդիրներ տեսնել եւ նաեւ ավելի մեծ հնարավորություն են տալիս դրանց ծավալը գնահատել ու լուծումները դարձյալ գնահատել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինական կողմը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի Ռոստովի, Բելգորոդի եւ Ղրիմի վրա։ Եկատերինբուրգում հարված է հասցվել Wildberries-ի հերթական պահեստին։ Հրդեհ է բռնկվել պահեստի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Wildberries-ը հայտարարել է, որ աշխատակիցները տարհանվել են եւ պահեստը չի վնասվել։ Նույնը հաստատել են նաեւ տեղական իշխանությունները։ Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն երեքշաբթի Վաշինգտոնում ուկրաինական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Զելենսկու թիմը սպասում է Սպիտակ տնից Թրամփի ժամանակացույցի պաշտոնական հաստատմանը։ Աղբյուրը հավելել է, որ ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են օդային հրադադարի առաջարկը։ Նախորդին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան սպասում է Միացյալ Նահանգների նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։
Հնդկաստանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում մեր երեխա։ Այս մասին հայտնում է Times of India թերթը։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ իշխանությունները պարզում են ողբերգության հանգամանքները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է այցելել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ կամ Մարալագո խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վարելու։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները չեն շարունակվում, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ ՆԱՏՕ-ն հաստատել է Ռումինիայի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքի խոցման մասին տեղեկությունը։ Այս մասին ասվում է Դաշինքի տարածած պաշտոնական հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն անօդաչուն խոցելու համար օդ են բարձրացել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 կործանիչ եւ Իտալիայի ռազմաօդային ուժերի 2 կործանիչ։ Անօդաչու թռչող սարքը խոցվել է Ռումինիայի օդային տարածքում։ Հետաքննությունը շարունակվում է եւ ՆԱՏՕ-ն սերտ կապի մեջ է Ռումինիայի իշխանության հետ, նշվում է Դաշինքի հայտարարությունում։ ՆԱՏՕ-ի հարավային հարևանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է Կատար, քննարկելու Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։ Այցի ընթացքում Կոլոմինան հանդիպել է Կատարի միջազգային գործակցության պետքարտուղար Մարիամ բինթ Ալի բին Նասեր Ալ Մինանդի եւ Կատարի զինված ուժերի շտաբի պետ գեներալ լեյտենանտ Ջասիմ բին Մոհամմեդ Ալ Մանայի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխությունները, նաև ՆԱՏՕ-ի եւ Կատարի միջև գործակցության խորացման հնարավորությունները։ Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անիբա կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Իրանի յուրաքանչյուր զոհված քաղաքացու դիմաց թիրախ կդառնա 1 ամերիկացի զինծառայող։ Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական եւ պաշտոնապես հայտարարված օրենք։ Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի 1 ամերիկացի զինծառայող, հայտարարել է Աբդոլլահին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 4 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ըստ Վաշինգտոնի առնչվում են իրանցի գործարար եւ ֆինանսիստ Բաբախ Զանջանիի ենթադրյալ ցանցին։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Նիդերլանդների քաղաքացիներ, նաեւ Տաջիկստանի 1 քաղաքացի։ Սև ցուցակում հայտնված 9 ընկերություններ գրանցված են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում։ Պատժամիջոցների շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող նրանց ակտիվները ենթակա են սառեցման։ Ամերիկացի քաղաքացիներին արգելվում է գործարքներ իրականացնել նրանց հետ, իսկ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց մուտքը Միացյալ Նահանգներ սահմանափակվում է։ Վաշինգտոնը պնդում է, որ Բաբակ Զանջանի ընկերությունները նպաստում են Իրանի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների շրջանցմանը եւ աջակցում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Նշվում է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Զանջանի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2026 թվականի հունվարին։ Այսքան այժմի համար ցտեսություն։